Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեր քննարկման եմ ներկայացնում կառավարության առաջարկներով լրամշակված նախագծերի փաթեթը։ Փաթեթը վերաբերվում է ժողովրդավարության իրացման երկու հիմնական ձևերին, ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման պայմաններին։ Նախագծերի փոփոխություններ են առաջարկում երկու սահմանադրական օրենքում, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքում, մասնավորապես 2-րդ, 9-րդ եւ 14-րդ հոդվածներում, հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածում։ Նախագծերի հիմնական նպատակն է համապետական ընտրություններին եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացման կարգում ամրագրել Հայաստանի Հանրապետության հետ քաղաքացու փաստացի, ստուգելի եւ շարունակական կապի չափանիշը։ Գործող կարգավորմամբ ազգային ժողովի ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունքը հիմնականում կապվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած լինելու հանգամանքների հետ։ Միաժամանակ համապետական ընտրություններն ու հանրաքվեները այն գործընթացներ են, որոնց միջոցով ձևավորվում է պետական իշխանություն կամ կայացվում են համապետական նշանակության որոշումներ։ Այդ որոշումները հետագայում ազդեցություն են ունենում պետության ներքին եւ արտաքին քաղաքականության, անվտանգության, սոցիալական, տնտեսական, հարկային, կրթական, պաշտպանության եւ այլ կենսական ոլորտների վրա։ Հետևաբար նախագծերի տրամաբանությունն այն է, որ նման որոշումների կայացման մասնակցության իրավունքի իրացման համար քաղաքացիությունը անհրաժեշտ եւ առանցքային պայման է, սակայն այն պետք է լրացվի Հայաստանի Հանրապետության հետ քաղաքացու փաստացի կապը հաստատող ստուգելի չափանիշով։ Այդ չափանիշը նախագծերով ձևակերպվում է որպես Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու հստակ ժամանակահատվածի պահանջ։ Այսպիսով, նախագծով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի առաջին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ։ Առաջարկվում է սահմանել, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվա նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ աշխարհային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 28-րդ օրվա դրությամբ, դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 366 եւ ավելի օր։ Նույն հոդվածի երկրորդ մասով վերաշարադրվում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու պայմանները։ Այստեղ պահպանվում է համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառման պահանջը, սակայն հստակեցվում է նաև Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու նույն չափանիշը նախորդող 730 օրվա ընթացքում 366 եւ ավել օր մնալը։ Այս փոփոխությամբ ձևավորվում է միասնական մոտեցում թե համապետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրելու իրավունքի իրացումը կապվում է նաև Հայաստանում փաստացի գտնվելու ժամանակահատվածի հետ։ Նախագծով ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածում ավելացվում է նոր 2.1 մաս, այդ մասով սահմանվում է այն դեպքը, երբ քաղաքացու բացակայությունը Հայաստանից չի համարվում փաստացի կապի խզում եւ չի հաշվարկվում նրա դեմ։ Մասնավորապես փաստացի գտնվելու ժամկետի հաշվարկում չեն ներառվում այն բացակայությունները, որոնք պայմանավորված են եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակով արտերկրում գտնվելու հանգամանքով, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի, այդ անձի հետ արտերկրում բնակվելու հանգամանքով, ինչպես նաև արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքով։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածին, որը կարգավորում է ընտրողների ցուցակների ձևավորումը։ Նախագծով նախատեսվում է, որ ընտրողների ցուցակները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի եւ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի փոխգործելիության արդյունքում հատուկ ծրագրային ապահովման միջոցով։ Ցուցակներում ներառվում են այն անձանց տվյալները, որոնք բավարարում են ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածում սահմանված փաստացի գտնվելու պահանջին։ Այսինքն նախագիծը սահմանում է ոչ միայն նոր իրավական պայման, այլ այդ պայմանի ստուգման եւ կիրառման մեխանիզմ։ Նախագծով փոփոխություն է կատարվում նաեւ ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածում, առաջարկում է ավելացնել կարգավորում, ըստ որի կարտացոլվի նաեւ անձանց վերաբերյալ տեղեկություններ, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրքում ընդգրկված հասցեներում, սակայն Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջին չբավարարելու հիմքով չեն ընդգրկվել տվյալ ընտրական տեղամասի ընտրական ցուցակում։ Այս փոփոխությունն էլ նպատակն է ապահովել ընտրողների ցուցակներում չընդգրկվելու հիմքի հստակությունը, տեսանելիությունը եւ ստուգելիությունը, այլ կերպ ասած, անձի չընդգրկվելը ընտրողի ցուցակում կունենա կոնկրետ իրավական հիմք։ Փաթեթի երկրորդ նախագիծն էլ վերաբերվում է հանրաքվեների մասին սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածում։ Այս հոդվածում էլ նույնպես
սահմանված է Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում, այսինքն նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու հանգամանքը 366 եւ ավել օր։ Երկու նախագծերն էլ սահմանվում են, որ օրենքը ուժի մեջ է մտնում, որ պաշտոնական հրապարակումից 1 ամիս անց։ Այսքանը կպատասխանեմ ձեր հարցերին։